Բարև բոլորին, մենք կրկին Վրաստանում ենք, այս անգամ եկել ենք էլի Ռուստավի ավտոդրոմ, բայց ի սկզբանե նպատակը եղել է вообще ուրիշ միտք, եկել ենք այս ավտոյի վրա մի հատ նոր դետալ ավելացնենք, ուզում եմ սենց դեմից սկսենք, սաղ գիտեն արդեն այս ավտոյի տեսքը դիմացից, որը որ գեղեցկացնում այս կարբոնից հրաշք կապոտը, նո սենց մանր-մուներ կարբոններ էլի կան, ու այս վերջերս, կստացի ես սրա մասին վիդեոներում չենք խոսացել, ես գիտեմ ես տեսել եք, բայց ով ինստագրամներին մեր պատպիսկա է ու հետևում է մեր տելեգրամյան ալիքին, իսկ լինքը ներքևը կա, կարաք մտնեք դուք էլ բաժանորդագրվեք, տեղյակա, որ այս վերջում մենք մի հատ շատ լուրջ upgrade էինք արել ու տեղադրել էինք M3-ի կռիչ, կարբոնից կռիչ, օրիգինալ։ Ասեմ, որ այս վերջերս ծնունդս էր ու ընկերներս ինձ հաճելի նվեր են արել, M3-ի կռիչ են արել, իրա աբիվկով, որ սենց օրիգինալ ձևով մեր շատ լավ ընկեր Սակոն տեղադրել է ստեղ, ասեմ, որ պրոցեսը այդքան էլ հեշտ չի, հանվում է դիմացի ու հետևի պաբրիսները, այդ հարցում մեզ օգնել են մեր ընկերները, Crystal Glass, էլի էջը կթողեմ ներքևը, ով պաբրիսի հետ կապված պրոբլեմ կունենա կամ կուզենա փոխի, կարա իրանց դիմի, դե Սակոն էլ մեր օրիգինալ կռիչը իրա լյուկով հանել է ու տեղադրել է այս կռիչը։ Իրականում միտքը այն էր, որ ավտոն թեթևացնենք, որովհետև ինքը շում կարած է ու գոնե ինչ-որ մի ձև մի քիչ կոմպենսացնենք, որովհետև չեմ ուզում աբիվկեքը քանդեմ, այդ շունկեն քերեմ, պոկեմ, մի խոսքով հաճելի գործ չի։ Բայց իտոգում մենք կռիչից տարբերություն ստացանք ընդամենը 20 կիլո, որը որ ասեմ ձեզ քիչ չի, որովհետև 20 կիլոն այդ, բավականին մեծ թիվ է drag racing-ի ժամանակ, մանավանդ 100-200-ի ժամանակ, 0.0, չգիտեմ, 5 վայրկյան էլ դուրս գա, այդ մեր համար ոնց որ կարևոր է, սենց ասած, այդ ով որ քշում է, drag-ի մեջ կա, ինքը կհասկանա, ու ասեմ ավելին, ոնց որ բոլորդ արդեն գիտեք իմ նախորդ վիդեոներից, ով շուտվանից հետևում է, հաստատ ասած կլինեմ, երբ որ օրինակ ակերի վրայից է թեթևանում քաշ, օրինակ թեթև բանտաժ ես գցում, այդ պատրեսորնի մասան սենց ասած, ավելի շատ ազդում ավտոյի վրա, քան պրոստը սալոնից, չգիտեմ, մի հատ սիզելնիկ հանելը, օրինակի համար։ Այս պարագայում, երբ որ կռիչից է հանվում ծանրությունը, ավտոյի ցենտր տյաժեստը ավելի ներքև է դառնում ու ավտոն իրան սկսում է ավելի կայուն պահել, հիմնականում տրեկի համար է այդ պավառոտների բան, բայց էլի պլյուս է սենց ասած, որովհետև այս վերջերս էլ կակրաս սկսել էինք ստեղ տրեք քշել, կարող է մի օր հենց այս ավտով գանք փորձենք լավագույն ռեզուլտատ ցույց տալ մեր մյուս ավտոների տարբերությունը սենց ասած, որովհետև միշտ եկել ենք, միշտ այս վերջում մի անգամ stage 2 440-ով ենք քշել, բայց այս ավտոն շատ ավելի արագ է ու ինձ թվում է տրեկի վրա լավ թիվ ցույց կտա։ Ու ինչ էր պակասում ձեզ թվում է այս երկու կարբոնից էլեմենտների հետ, մտ պաուզա տվեք, հələ կոմենտում գրեք, ինձ թվում է հաստատ գուշակեցիք արդեն, ցույց տու։ Պակասում էր այս հրաշք բագաժնիկը ducktail-ով, այն որ չգիտեմ, ավտոն լրիվ փոխվել է, այն որ հիշողության մեջ այս ավտոն որ ստոկ էր ու հիմա լրիվ ուրիշ, այն որ вообще իրար հետ կապ չունեցող ավտոներ են դարել։ Մի բանը որ դուրս չի գալի BMW-ի նշան չկա, բայց դե կարելի է ինչ-որ մի բան հետաքրքիր մտածել, կպցնել, որ տենց կուստառնի գեշ շատ չլինի, կարեք առաջարկներ անեք, ինչ կարելի է ստեղ գրել, չգիտեմ, ինչ-որ նակլեյկա կամ ինչ-որ մի բան, ու ասեմ ձեզ, որ պրոստը ինչ-որ չինական բագաժնիկ չի, արդեն երևի նկատեցիք ինչ թեթև է, սենց թռնում է օդ, ինքը ռոզում փռշտամ չեմ կարող մի րոպե։ Ինքը Sebon ֆիրմա է կոչվում ու Ամերիկայում ինչքան նայեցինք $1500 մենակ Ամերիկայի գինն է այս բագաժնիկի, հետևաբար որ բերենք հասցնեինք Հայաստան, ինձ թվում է շատ ավելի թանկ կլիներ, պերևոսկա, ռաստամոշկա ու նման բաներ։ Իսկ այս բագաժնիկը ստեղ մեր ընկերները մեզ օգնեցին գնել $700-ով, որ շատ լավ գին է, սենց ասեմ ու համ զազարուներն է տեղը, համ տեսքն է սիրուն, միակ բանը, որ այս ավտոյի վրա առած օրվանից դուրս չի գալիս, այդ այս դիֆուզորն է, պրոստը իրանից չկա կարբոն ու ինքը կամ սենց է, կամ սև է, ինձ թվում է երևի այս
տարբերությունը չկա, դրա համար ոնց որ սենց ենք թողել։ Դե բայց քանի որ եկել հասել էինք էլի Վրաստան ու մենք էլ սիրում ենք քշել, ոնց կարանք չգայինք ստեղ։ Հիմա փորձելու ենք, ճիշտ է, ոչ սլիկ ունենք, ոչ ինչ-որ լուրջ պատրաստվել ենք, որ ստեղ գանք քշենք, եկել ենք ընդամենը ես ու Գարիկը երկուսով, առանց ոչ մի ինչ-որ լուրջ պատրաստվածության ու իմ նոթբուքը։ Կփորձենք ստեղ ինչ-որ մի հատ հետաքրքիր թիվ ցույց տանք, ճիշտ է, շատ խիստ կասկածում եմ, որ 100 մայլը տենց լավ թիվ կգնա մեքենան, որովհետև նախ սլիկ չունենք, մեր հետ չենք բերել։ Երկրորդն էլ շատ շոկ է, ավտոյի մեջ ցույց է տալիս 30 աստիճան, որ պատկերացնեք, вообще հիմնականում մենք սենց ենք միշտ մտածել, որ Վրաստանում ավտոն ավելի լավ է գնում։ Ավելի լավ գնում է Վրաստանում այն դեպքում, երբ որ Վրաստանում հով է կամ լավ եղանակային պայմաններ են մի խոսքով։ Իսկ այս պահին հիմա ստեղ ոնց էլ գնամ, նույն թիվն եմ գնալու, ինչ որ գնում եմ երևի Հայաստանում գիշերով, սենց ասած։ Համարյա նույն բանն է գալիս։ Ինչ անենք, գնանք, փորձենք, քշենք, հասկանանք ինչա, վերջում կկիսվենք տպավորություններով։ Գնացինք։